հասկանում, որ այդ ամենը տուն ներխուժելու, բնակարան ներխուժելու համար էր, էլի, կանխամտածված էր այդ ամեն ինչը, այդ պահին այդ ամենը չեմ գիտակցել, բայց հիմա այս ամեն ինչը որ վերլուծում եմ, հասկանում եմ, որ այդ ամեն ինչը կանխամտածված էր, նախապես պլանավորված էր տան վրա հարձակումը, նպատակը պարզա Մեհեր Ախտոյանն էր, քանի որ ես ու եղբայրս էլ առաջիններից ենք եղել, որ թույլ չենք տվել, դրա համար առաջիններից ենք եղել, որ միանգամից մենք ենք հենց դրան դեմը թույլ չենք տվել, էլի, որպեսզի այդ ներխուժումը կատարվի։ Լուրեր են շրջանառվում նաև, որ Ախտոյանները վիճաբանության ժամանակ տանն են եղել, սակայն դուրս չեն եկել եւ չեն փորձել հանդարտեցնել իրավիճակը։ Նարեկ Օհանյանը ասում է, որ ինքն ու եղբայրը թույլ չեն տվել Մեհեր Ախտոյանին դուրս գալ տնից եւ որպես համայնքի ղեկավար մասնակից դառնալ միջադեպին, իսկ թե ինչպես է սպանվել եղբայրը, Նարեկն ասում է. Այդ պահին հենց նկատել է, որ արդեն եղբորս կրակել են, իմ արդեն գնացել եմ ու իմ եղբորը էլի գրկել եմ, բայց դա արդեն հասկացա, որ իմ եղբայրը մահացավ, բայց մինչև շտապօգնությունը հասել էր, արդեն իմ եղբայրը մահացել էր։ Տեսանյութը մանրակրկիտ նայելու ժամանակ նկատել է Պայքար Գրիգորյանի, որը հանդիսանում է Վալոջա Գրիգորյանի փոքր եղբայրը, որ ատրճանակը ձեռքին կատարում է ինչ-որ գործողություններ իմ ու եղբորս ուղղությամբ, նախաքննությունը ցույց կտա, նախաքննությունը կպարզի դա սպանություն էր, թե սպանության փորձ էր։